Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 4-րդ դարում հայոց եկեղեցու ծիսական կյանքը հարստացել է։ Եկեղեցական տոնացույցում ավելացել են կարգեր եւ արարողություններ։ Նորին սրբության տնօրինությամբ հաստատվել ու վավերացվել են նոր արարողությունների աղոթքներն ու կարգը։ Դրանք հետզհետե դարձել են եկեղեցական կյանքի անբաժան մասը։ Ամեն։ 2014 թվականի տարեմուտին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ օրհնության նոր կարգ սահմանվեց։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում ամանորի գիշերը գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվեց նռնորհնեքի արարողություն։ Նուրը իբրև Քրիստոսի հեղած այրան խորհրդանիշ դրվեց սրբազան խորաններում, օրհնվեց, ապա բաժանվեց հավատացյալ ժողովրդին։ Օրհնեցի եւ սրբեցի նուրս այս անվան փոր եւ որդվո եւ օգնույն սրբո։ Մեր եկեղեցու հայրերը համեմատել են նուրը եկեղեցու հետ, որի հետևորդները նրան հատիկների պես անհամրելի են ու բազմատեսակ, իսկ նրան ամուր կեղևը անսասան եկեղեցին է, որը միաբանում է հավատացյալներին։ Ձևով կատարյալ այս պտուղը կարծես եկեղեցին լինի իր հոտով։ Այն նաև Տիրոջ աստվածային հարությունն ու շնորհներն է խորհրդանշում։ Գարեգին II հայրապետի տեսիլքով խորհրդավոր պտուղի օրհնությունը դարձավ եկեղեցու սիրելի արարողություններից եւ ամանորի կեսգիշերին եկեղեցական ծեսի անբաժան մասը։ Հայոց հայրապետի տեսլականն է, որ մարդիկ ամանորին միմյանց ընտանիքներ այցելելիս օրհնված նուռ նվիրեն։ «2000 թվականից Սուրբ Սարգսի տոնին հայոց եկեղեցիներում օրհնվում են երիտասարդները։ Օրը հատուկ է ընտրվել։ Սուրբ Սարգիսը երիտասարդների, սիրահարների, զինվորների արագահաս բարեխոսն ու պաշտպանն է, որը Աստծուն է հասցնում երիտասարդների աղոթքները եւ օրհնություն բերում։ Այդ օրը երիտասարդներն աղոթքով դիմում են Սրբին, խնդրելով նրա միջնորդությունը։ Տոնը մեծ խանդավառությամբ է նշվում թե եկեղեցական արարողություններով, թե երիտասարդական միջոցառումներով։ 2000 թվականից Տյառն ընդառաջին առանցին օրհնության են արժանանում նորապսակները եւ նշանադրված զույգերը։ Սա նույնպես սահմանվել է Վեհափառ հայրապետի օրհնությամբ։ Տիրամորը նվիրված եկեղեցական տոները սիրելի են հայ ժողովրդի համար։ Դրանցից ավետումը երկար տարիներ է կրկնակի տոն է։ Այդ օրը Մարիամ Աստվածածնի մոտ է գալիս Աստծու կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակապետը եւ ավետում է, որ նրանից ծնվելու է մարդկության փրկիչը։ Ավետման տոնը հիշատակվում է եկեղեցական օրացույցում եւ տոնվում եկեղեցիներում։ Իր հայրապետության առաջին տարում 2000 թվականին ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Եվ այժմ տոնը մեր երկրում նշվում է նաև պետականորեն։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում։ Սուրբ Մարիամի մայրանալը աստվածային հրաշք էր։ Տիրամոր մայրությամբ Աստված եւ մարդ միաձուլվեցին, իսկ բոլոր կանանց մեջ ընտրյալը հոգածու մոր պես ամբողջ մարդկության բարեխոսը դարձավ։ Տարվա օրացույցում ապրիլի 7-ը հայոց հայրապետի բարձր տնօրինությամբ եւ նախաձեռնությամբ կանանց պատվելու, մայրության սխրանքը աղոթքով արժևորելու օրն է։ Տարիներ առաջ 2000 թվականին նորին սրբությունը եւս մի կարգ հաստատեց։ Գարեգին II հայրապետի բարձր տնօրինությամբ
Ծաղկազարդը հռչակվեց մանուկների օրհնության օր։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ։ Երուսաղեմ մուտք գործող Քրիստոսին նաև երեխաներն են դիմավորել։ Վեհափար Հայրապետի տեսլականով կարգի հաստատման օրվանից Ծաղկազարդին եկեղեցիները լեցուն են մանուկներով, որոնց օրհնության հատուկ կարգ է կատարվում։ Եվ արդեն 4-րդ դար հայոց սրբավայրերում այդ օրը երեխաները օրհնվում են, աղոթքով փառաբանվում է մանկությունը իբրև մարդկության գալիքի երաշխիք։ 2006 թվականից ուսումնական տարվա ավարտին վերջին զանգի օրը նաև շրջանավարտների օրհնության կարգ է կատարվում։ Այդ օրը առավոտյան ավարտական դասարանների սաները նախ եկեղեցիներ են այցելում, որտեղ քահանաների օրհնությանն են արժանանում։ 2010 թվականից ուսումնական տարվա սկզբին նորին սրբության սահմանած կարգի համաձայն եկեղեցիներում օրհնություն են ստանում կրթության մշակները, ուսուցիչները։ Իսկ 2020 թվականից Սուրբ Ավետարանիչների տոնին բժիշկների օրհնության օրն է։ Այդ տարի Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքները տեղափոխվեցին Իզմիրլյան բժշկական կենտրոն, որպեսզի թե հիվանդները, թե բժիշկները կարողանան հաղորդակցվել հույսի եւ հավատի զորավոր մասունքներին։ 2020-ին սկիզբ առած ավանդույթը շարունակվում է եւ ամեն տարի Սուրբ Ավետարանիչների տոնին բժշկական կենտրոններ մասունք է տարվում։ 2017 թվականից Հայոց Հայրապետի տնօրինությամբ ապրիլի 6-ը բռնադատված եկեղեցականների հիշատակի օրն է։ Այդ օրը հոգեհանգիստ է կատարվում Մայրաթոռում բռնադատված հոգևորականներին նվիրված հուշապատի առջև։ Ապրիլի 6-ը Խորեն առաջին Մուրադբեկյան կաթողիկոսի մահվան օրն է։ 1930-ականներին հայոց եկեղեցին մեծ հալածանքի էր ենթարկվում։ Անհավատություն քարոզող պետությունը չխնայեց անգամ ամենայն հայոց հայրապետին, եւ Խորեն առաջին կաթողիկոսը նահատակվեց հենց Սուրբ Էջմիածնում։ «2015 թվականին հայոց եկեղեցին սրբադասեց հայոց ցեղասպանության նահատակներին եւ ապրիլի 24-ը եկեղեցական օրացույցում Սուրբ նահատակների ոգեկոչման օրն է։ Սրբադասումից հետո ոչ թե հոգեհանգիստ, այլ բարեխոսության կարգ է կատարվում։ Այդ օրը Սուրբ Պատարագ է մատուցվում, բարեխոսության կարգ է կատարվում եկեղեցիներում եւ հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնին Գարեգին II կաթողիկոսի տնօրինությամբ միաբանական ուխտի Սուրբ Պատարագ է կատարվում Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Նորին սրբության գլխավորությամբ միաբանները հիշատակում են հայոց հավատի հորը։ 2009 թվականից հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը Լուսավորչի նշխարած գյուտի տոնին, նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է։ Նորին սրբության տնօրինությամբ այս եկեղեցում զետեղվել են հայոց Լուսավորիչ Հայրապետի մասունքները։ 2025 թվականին Սուրբ Էջմիածնի տոնը Վեհափար Հայրապետը հռչակել է համազգային ուխտի օր։ Այդ օրը առաջին անգամ դուրս բերվեցին եւ Մայրաթոռում զետեղվեցին հայ եկեղեցու հազվագյուտ սրբություններ եւ մասունքներ։ Կենաց փայտի մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչը, Սուրբ Սահակ Պարթևի, Սուրբ Գրիգոր Նարեկացու եւ Սուրբ Ներսես Շնորհալու մասունքները։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետության տարիներին Սուրբ Էջմիածնի մասունքների գանձարանը հարստացավ սրբություններով։ Նորին սրբության նախաձեռնությամբ սրբությունները պարբերաբար դուրս են բերվում հավատացյալների օրհնության եւ
երկրպագության համար։ Եկեղեցական կյանքով ապրող ցանկացած մարդ նորին սրբության հռչակած ուխտի օրերին կարող է հաղորդակից լինել սրբազան մասունքներին։ Երկրի եւ ժողովրդի համար ծանր օրերին Տեհափար Հայրապետի տնօրինությամբ դուրս են բերվել ամենանվիրական եւ զորավոր սրբությունները՝ Սուրբ Գեղարդը, Կենաց խաչափայտի մասունքը, Լուսավորչի աճը, Սկևրայի մասունքները, Մայրաթոռում պահպանվող սրբերի մասունքներ։ «2014 թվականից Սուրբ Գեղարդի ուխտի օր է հաստատվել հայ եկեղեցու ծիսակարգում։ Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օրը հայ առաքելական եկեղեցում նշվում է մեր եկեղեցու հիմնադիրներ Թադեոս եւ Բարտուղիմեոս առաքյալների տոնի օրը։ Այդ օրը համաքրիստոնեական անգին սրբությունը դուրս է բերվում ժողովրդին օրհնություն բաշխելու համար։ Հայրապետական օրհնությամբ սահմանվել են եկեղեցիների ու վանքերի ուխտի օրեր։ Այդ օրերին կայուն պարբերականությամբ Սուրբ Էջմիածնից մասունքներ են տարվում նույնիսկ հեռավոր սրբավայրեր, որպեսզի հավատավոր ժողովուրդը անմասն չմնա սրբություններից եւ նրանց աղոթքով շեն մնա հայոց եկեղեցին, ամուր հավատքը։ Դարերի ընթացքում եկեղեցու սկզբնական շրջանի պարզ ձևերը բարեզարդել են Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Ներսես Շնորհալին եւ այլոք։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր պաշտամունքի նոր կարգեր հաստատելով շարունակում է հայ եկեղեցու հայրապետերի գործը։